Տիկին Գալյան ճիշտ ասած անցած տարի այստեղ էլի բյուջեի քննարկմանը արդարադատության նախարարը ասաց, որ արդեն բյուջեով գումար կա նախատեսված Գավառում նոր դատարանի շենք կառուցելու համար, բայց արդեն անցել է 1 տարի եւ որևիցե աշխատանք չի իրականացել։ Եթե խնդրեմ կասեք, ինչ փուլում է գտնվում կամ շարունակելի է թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ենթադրում եմ, որ այդ շենքի կառուցման բյուջեի հետ կապված խոսակցությունը տեղի է ունեցել հնարավոր վարկային ծրագրի գոյության համատեքստում, որովհետև ոչ պետական միջոցներով սահմանված չէ նոր շենքային պայմանների ստեղծում։ Այսինքն խոսքը Justice կամ Just ծրագրի մասին է, որը որ միտված էր դատարանի շենքերի ստանդարտացմանը, որի շուրջ աշխատել ենք մեր նաև դատական իշխանության գործընկերների հետ, եւ որը որ պետք է լինի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող համապատասխան ծրագիր։ Եթե հարցը քննարկենք այս համատեքստում, ես չեմ կոնկրետացնի որևէ տարածաշրջանով նոր շենքի կառուցումը, որովհետև այս պայդրությամբ որևէ աշխատանք Գավառի ուղղությամբ չի կատարվում, բայց կասեմ, որ այդ ծրագրի ընթացքը բանակցությունները առնվազն շարունակվում են Համաշխարհային բանկի եւ նաեւ մեր ֆինանսների նախարարության հետ, որպեսզի իրագործելի դարձնենք այդ ծրագիրը գոնե մի մասով եւ արդյունքում ունենանք դատարանների ստանդարտացված շենքեր եւ նաեւ որոշ տարածաշրջաններում կամ հենց Երևանում նոր դատարաններ։ Ես պարզապես ասեմ, որ մենք այդ հարցը տվել ենք դատական դեպարտամենտի ղեկավարին, կարծես թե այստեղ խնդիր ունենք, որովհետև գործը դատարանում է, որտեղ տնտեսվարողը կառուցապատողի եւ Խախշին կոմիտեի միջև արկա է վեճ, որը քննում է դատարանում, ըստ էության բոլոր գործընթացները այդ դատարանի շենքի կառուցման հետ կապված կասեցվել են։ Ես ներողություն եմ խնդրում, եթե դա առանձին շենքի կառուցման մասին է, որը բյուջեով հատկացված է դեպարտամենտին, դա այլ ծրագիր է, դրա հետ նախարարությունը կապ չունի եւ այնպես չստացի, որ ես ասում եմ, չէ, չկա նման ծրագիր։ Մեր բյուջեով նախատեսված չի, մենք ունենք այլ ծրագրեր։ Գուցե կա շենքի կառուցման ինչ-որ ծրագիր, որի մասին մենք տեղյակ չենք ասում։